գնահատում այսօր Արարատ Միրզոյանի հայտարարությունները Հայաստան-Թուրքիա սահմանի հետ կապված։ Հիմա այս դարիներով այս Թուրքիա-Հայաստան նորմալիզացիա process-ի համար աշխատիմ եւ իմ երազս է անե որ այս սահմանը թող բացվի, օր առաջ բացվի եւ գարձեմ կալդերի հունվարին կամ փետրվարին գնալ շատ լավ զարգացումներ պիտի տեսնենք Նախ եւ առաջ անշուշտ կարծեմ ասիկա պիտի ըլլա երրորդ երկրների քաղաքացիների համար այս բացումը հունվարին եթե ամեն ինչ լավ է անգեհետ հուսամ քանի ամիսի մեջ Թուրքիա եւ Հայաստանի քաղաքացիներն ալ Թուրքիա եւ Հայաստան պիտի գարանա երթալ Աստեսական զարգացումներ կսպասեմ եւ շատ հիմա աբական փայլուն տեսնամ Թուրքիա-Հայաստան նորմալիզացիայի համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդում սահմանների բացման վերաբերյալ։ Այդ պայմանավորվածությունները երբ են ձեռք բերվել, ինչ հարցերի շրջանակներում։ Թուրքիա հիմա առաջ շարժել գուզե, անկարևոր է։ Հիմա անդեսակ որոշում մգա Անկարայի մեջ, բայց ամենամեծ արգելքը գիտեք, այս Ադրբեջան եւ Թուրքիա ունի երկու երկր մեկ համայնք քաղաքականություն եւ հիմա այս երկու process-ը միասնապար քալելու արիթմ ունի անկարևոր է հիմա մեկը մյուսին արգելքներ Թուրքիա-Հայաստան նորմալիզացիոնը եւ Հայաստան-Ադրբեջան նորմալիզացիոն մեկը մյուսին արգելքներ հիմա երկուքը միասնապար գնարկալ է եւ այս ամիսները շատ որոշիչ բդելա Թուրքիա-Հայաստան նորմալիզացիայի եւ Հայաստան-Ադրբեջան նորմալիզացիայի եւ եթե արամիդիալ երկրներն ալ քիչ մը օգնե կարծեմ Թուրքիա համոզելի համար եւ Բաքուի նախ Ալիևը համոզելի համար կարծեմ ամեն ինչ գնա շարժել միասնապար Ըստ Թուրքիան ինչ է ձգտում սահմանների բացումը Հայաստանի հետ Թուրքիա հիմա քանի մի դարի վար արդեն գիտենք 2012 թվականին Էրդողանը հոսք մտավ որովհետեւ այս սահմանը պիտի փանա եւ նախ եւ առաջ երրորդ երկրների քաղաքացիների համար բայց դժբախտաբար արամիդիալ երկրները գարզես որ Էրդողան արամիդիալ երկրները ասկե շատ քող պիտի լա բայց դժբախտաբար Էրդողանը կրեդիտ չտեսավ շահմը չտեսավ արամիդիալ երկրներին եւ Ալիևը բարոն Էրդողանը զանգեց եւ ըսավ պետք չէ որ փանաս սահմանը մինչև այս հրամանդամ եւ երկրորդ ըսավ որ Ալիևի նեֆտ ընկերությունը Սոկարը ներդրում պիտի ունե 8 միլիարդ դոլարնոց Էրդողանը օպորտունիստ նահանգահմն է եւ իր շահը հաշիվ մգնե ինչ շահ ունիմ ինչ կորուստ ունիմ եւ դժբախտաբար արմդյալ երկրներն շահ չլեսավ եւ դժբախտաբար աս սահմանը Թուրքիա-Հայաստան սահմանը կոչ մնաց բայց հիմա գարձեմ Թուրքիան Ադրբեջանը հասկացավ աս օգոստոս 8-ի պայմանագրերն հետո որ հիմա ժամանակն է առաջ շարժելու ժամանակն է եւ անդեսակ որոշումը կա Անկարայի մեջ կարծեմ լավ զարգացումներ պիտի տեսնենք հունվարին Պարոն Փալյան ասացիք, որ եթե ամեն ինչ լավ գնա, այլ որ իրադարձությունները պետք է լավ գնան եւ ինչ խոչընդոտներ կան այս պահին, որովհետեւ Արարատ Միրզոյանը քիչ առաջ ասաց, որ եթե խոսում ենք ապաշրջափակման մասին, ապա առաջին բեռնատարը գալիս է ծորենով եւ ապաշրջափակումը արդեն իրականություն է։ Այդ դեպքում Թուրքիան ինչին է սպասում ապաշրջափակման համար եւ սահմանը բացելու համար։ Հիմա Թուրքիան հիմա դեսավ որ գրիվներով Թուրքիա ամեն ինչ գործունեություն 2020 թվականի գրիվով Թուրքիան գարզեց որ Թուրքիան շահմը բիդունա գողասի մեջ բայց ամբես չհավ Ռուսաստանը շահ ունեցավ մյուս երկրները շահ ունեցավ բայց Թուրքիան գործունեություն Թուրքիան հասկացավ որ մինակ հաղորդյան ջամփայով Թուրերը փանալով եւ ջամփաները փանալով Թուրքիա շահ կնոնանալ ասիկա հասկացավ եւ Թուրքիան հիմա գոմից է որբեսի սահմանները փանանք հաղորդյան process-ները առաջ շարժենք եւ նորմալիզացիա process-ները առաջ շարժենք ասոր համար գարզեմ շատ մեծ արիթի բադուհամ մկա Թուրքիան գոմից է բայց հիմա բարոն գարզեմ նախ Ալիևը հաշիվ մգնե ինչ պիտի գործեն ինչ շահեր բդունանա ասոր փանալիննալ զարգացումներն
եւ ներդրումներն է Թրամփ ջամփայի ներդրումը պետք է օր առաջ շարժվի եւ մյուս թուրերը բացումնալ Թուրքիան Ադրբեջան շիդակ ջամփամը գա եւ այս ջամփան եթե փանանք Թուրքիան ընկերությունները ասկեշահ բիդունանա Հայաստան ընկերությունները եւ Ադրբեջան ընկերությունները ասկեշահ բիդունանա ասոր համար ամեն ինչ միասնապար գնա առաջ շարժել կամ ամեն ինչ գնա վադանալ ասոր աս ամիսները շատ որոշիչ պիտի լա Թուրքիա Հայաստան Ադրբեջան հարաբերությունների համար Պարոն Փայլյան Հայաստանի որոշ շրջանակներ մտավախություններ ունեն հատկապես սահմանի բացման մասով անվտանգային առումով Հայաստանը վախենալու բան ունի Եթե սահմանները կոչ մնա վախենալու շատ բաներ ունի Հայաստանը 30 տարի ի վեր մեր սահմանները կոչ է եւ դժբախտաբար մենք ահետներ ապրեցանք Եթե սահմանները բացılը արևդուր գնենք դիպլոմատիկ հարաբերություններ ըլլա եթե տուրիստիկ հարաբերություններ ըլլա Ասիգա բիդի պերը հաոտյուն աշարակրության, այս վստահ եմ, որովհետև ինչու, Թուրքիա Հունաստանն ախնդիրներ ունի, չէ, ունի, բայց սահմանները բաց է, արևդուր գա եւ 20 միլիոն տուրիստ գուկա Հունաստանի գազիներուն եւ Թուրքիա գոմից։ Երբ որ նախագահները իրարու բորա, մենք կխնդանք, ինչու մենք գիտենք, որ գրիվ չի բդլա, որովհետև ասիգա երկու գոմնա դի գործունեությունը ասկրևեն։ Եթե Թուրքիան եւ Հայաստանն այս տեսակ դնդեսական դիպլոմատիկ հարաբերությունները ավելցնե եւ այս սահմանները բացվի այս նահաբաշումները պիտի վերջանա եւ այս տեսակ իրարու հետ արևդուր ունելով երկու կողմնալ պիտի ունենա շահեր եւ եթե խնդիր ունենալնալ երկու կողմնալ պիտի գործունեությունը որովհետեւ այդ ջամփաները նեֆտի ջամփաներ դեյթա ջամփաներ կամ շոկեգարքի ջամփաներ ասոնք պիտի փերը հաղորդություն եւ աս հաղորդությունը մնայուն բիդելը որովհետեւ բոլոր երկրները ունի գորուստներ երբ որ գրիվին եթե հաղորդությունը գազམ་ակերպեն մնայուն հաղորդությունը գազམ་ակերպեն բոլոր ժողովուրդները պիտի ունենան շահեր ասիգա բիդելը այս գարանտին այս հաղորդյան գարանտին Ես ճիշտ եմ հասկանում, որ արդեն փետրվարին սահմանները բացվել են Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար նախնական։ Հիմա Ես իմացած ան է որ հունվարին այս սահմանը բարեբախտաբար պիտի բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար եթե նախագահ Ալիևը ոչ չսե անգե հետ ունալ քանի մի ամիսի մեջ հույս ունիմ որ այս սահմանը կգնա բացվի Թուրքիա եւ Հայաստան քաղաքացիների համար Հունվար, երբ որ նշում եք հունվար, նկատի ունեք, որ ձեր այդ ասած հա Թրամփի ուղին եւ այլն մինչ այդ արդեն պատրաստ կլինեն։ Հիմա Թրամփի ջամփայի համար ալ գարձեմ հունվարին զարգացումներ պիտի տեսնանք եւ ամեն ինչ առաջ միասնաբար գտնա շարժել։ Թուրքիա Հայաստան հարաբերությունները գտնա զարգացումներ տեսնանք Հայաստան Ադրբեջան զարգացումները աս ջամփայի գտնա բացվի եւ Թրամփ ջամփայի համար ալ զարգացումը գտնանք տեսա պիտի տեսնանք բարեբախտաբար գարձեմ պիտի տեսնանք եւ ամեն ինչ միասնաբար գտնա առաջ շարժել անտեսակ հույս ունիմ եւ արդուն քիշեր ասոր համար աշխատեմ Վաշինգտոնի մեջ Թուրքիայի մեջ եւ Երևանի մեջ Իսկ դուք ասում եք որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարժվում են առաջ իսկ ինչպես ենք մենք շարժվում առաջ եթե Թուրքիան մինչ օրս չի ընդունել հայոց ցեղասպանությունը Հիմա 110 տարի ի վեր մենք նահաբաշարում ունեինք որովհետեւ Թուրքիա պետք է արարեսվի հայոց ցեղասպանության հետ անգե հետո մենք հարաբերություններ գտնենք ունենալ բայց դժբախտաբար մենք շահմուտ ունեցանք ասկե եւ իմ մեծ մայրիկը մերավ առանց արդարության եւ իմ հայրիկս ալ մերավ առանց արդարության եւ չեմ ուզեր որ մեռնիմ առանց արդարության եթե աբակամը չունիս եթե հարաբերություն չունիս եթե թուրը կոչը ինչպես կգնաս երկոսությունը սկսել անցյալի համար պետք է հիմա գարձեմ պետք է աբակամը ունենալ հարաբերություններ ունենալով թուրը բաց մնալով գարձեմ աբակամը գնանք շնել անգե հետո ավելի թուրին պիտի ըլլա անցյալի համար խոսել դժբախտաբար ասիգա մուտ սմերմն է մարդկային իրավունքների համար աշխարհագարքը փոխվեցավ լավ օրերով անգամ մենք արդարություն չգրցանք գտնալ
հիմա անգարելի է անիկա։ Բայց մենք արդարությունը պետք չէ որ փնտրենք Վաշինգտոնեն, Փարիսեն, Բերլինեն։ Պետք է արդարությունը աստեղ, աշխարհակրթության մեջ պետք է բանջենք եւ երկուսությունով կարծեմ ամեն ինչ ավելի լուրջ միտը Թուրքիան ժողովուրդը հիմա պատրաստ է ըսելու Քեշփանար ապրեցանք 1915-ին բայց պատրաստ չէ որ այսօր անունությունը սեհասպանություն մենք հալ պետք է աս երկուսությունը սկսենք միասնապար որովհետեւ 110 տարի ի վեր բոլորս գործունեություն հայերն ազերներն թուրքերն գործունեություն քուրդերն գործունեություն վերցին 50 տարի շատ մեծ ընտրներ կար Թուրքիա եւ քուրդերի հետ հիմա քուրդական հարցի համար հիմա նոր հաղորդության process մը կա Այսօր համար արիթի բադոհամ մգա, եթե աբական չգշինենք, կարծեմ անցյալը համարալ, մեր ահետները համարալ, խոսիլը ավելի թուրին բիդելը։ Պարոն Փարյան, եւ ասացիք, որ հիմա էլ Վաշինգտոնում եք աշխատում հարաբերությունների կարգավորման համար, չեք մտածում Թուրքիա վերադառնալու մասին, թե Հիմա այս 20-30 տարի Թուրքիա մեջ խոսեցա, որովհետեւ հիմա Առաջարկեցի, որ Թուրքիա ժողովուրդն Թուրքիա նահարարներն նահանգահներն որբեսի առաջ շարժե Թուրքիա Հայաստան նորմալիզացիայի համար։ Բայց Թուրքիա նահանգահը օպորտունիստ նահանգահն է։ Եվ մինակ իր շահը գնայ է։ Անշուշտ բարոն Էրդողանը գրնա ուզել որ աս սահմանը փանալ, բայց երբ որ Թրամփը ասավ որ աս պայմանները պետք է ըստորակվի Ալիև, Փաշինյան եւ Թրամփի հետ անորայավ։ Այս ճուզեցի որ ասպես դուլա գուզեցի որ Էրդողան Ալիև եւ Փաշինյանը կողքով եւ իրար հետ ստորագրեն, բայց դժբախտաբար։ Այս ասորոմար ամերիկացի որբեսի համոզեմ Ամերիկայի կառավարությունները որբեսի առաջարկեն Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան որբեսի առաջ շարժեն։ Բայց հիմա Թրամփը կատալիստ է, պարոն Թրամփը, նախագահ Թրամփը, այս կարծեմ Թրամփ ջամփան կատալիստ մի բիդլա ամեն ինչը առաջ շարժելու համար եւ աստեսակ օգնությունը պետք ունենք այս ասորոմար Վաշինգտոնն անշուշտ Թուրքիան գրնամերտալ արդեն Հայաստանն եմ բայց երբ որ այս կատալիստը նով թերը վերջանա անգեհոտո կարծեմ ավելի հիմա թերը պիտի ունենանք, որովհետև այս հաղորդությունը մնայուն ընելու համար ամենեն քիչ 5 տարի պետք ունենք։ Եվ շատ երկուսություններ պիտի ունենանք, տնտեսության երկուսություններ, դիպլոմատիկ երկուսություններ եւ նահապաշարումներ կա, արդեն իմացակ նահապաշարումները։ Այս եթե աբակամը մինասապար գնանք շինել, կարծեմ հիմա կորձը աս աշխարհակրթության մեջ բդլը, երբ որ Թրամփ ռուտը, Թրամփ ջամփան շինվի, անգե հետո կորձը աս աշխարհակրթության մեջ բիդը սկսի եւ այսալ բադասանադություն անելը պատրաստ եմ եւ գոչ գնեմ բոլոր հայերս, բոլոր թուրքերը, բոլոր ազերները պետք է բադասանադություն անեն։ Պետք չէ որ ցկենք ասոն աս բադասանադություն մինակ քաղաքական կորզիչները վրա։ Պետք է բոլորս բադասանադություն ունենք, որովհետեւ այս զարգացումները առաջ շարժեն։